Իհարկե խոսքը ազնագրի գույնի մասին է, հա, քանի որ այդ ամեն ինչը որ ես կարդացի, ուղղակի ասենց են որ ասում է մազերը սիպ տկավ։ Ուրեմն, բա Հայաստանի ազնագիրը սարքում են կարմիր գույն, որ Թուրքիայի ազնագրի հետ համապատասխանի, որովհետև կամաց Հայաստանի Հանրապետությունը թուրքացնում են։ Այսպիսի դիշովի, հա, մանիպուլյացիաներ, ես չգիտեմ, մեկ էլ որտեղ կարաս տեսնես։ Մեկ էլ երևի կարողանաս այդ ռուսական ԿԿԲ-ական այդ շպիոնների մոտ տեսնես, այն որ գալի վրա շառ են անում, հա, ասենց չգիտեմ, կամ ընդհանուրն շառեր են անում, վախի մթնոլորտ են ստեղծում, որ դրանով ինչ-որ արդյունք խաղեն։ Ժամանակին տարբեր մանիպուլյացիաներ արին եւ ասին չանցավ, այս վերջերս էլ ասում էին, գիտեք ինչ կա, այս հեծը վերցնում են, որ թուրքական ընկերության տան, չգիտեմ, կտրիչին հանում են թուրքական տերտեր բերեն ու սենց շարունակ։ Տեսան ոչ մի բան չանցավ, հիմա էլ բա գույներից կտան։ Մոռանում են, որ աշխարհի վրա ամենակիչը կա մոտավորապես 67 հատ երկիր, որ ունի կարմիր անձնագիր, ինչ 67 հատ թուրքական պետություն կա աշխարհի վրա, հա։ Ուրեմն սրան էլ գումարած, հա, որ նորմալ սենց կարգին ընկալենք, եվրոպական գերմեծամասնություն երկրները կարմիր անձնագրեր ունեն, օրինակ Ալբանիա, Անդորա, Ալեմանիա, Ավստրիա, Բելգիա, Ալեմանիան, Գերմանիան էր ժողովուրդ ջան, Բուլղարիա, Կիպրոս, Դանիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գրեցիա, Հունաստանն, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լիտուանիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալտա, Մոլդովա, Մոնակո, Մոնտենեգրո, Նորվեգիա, Հոլանդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսիա, Սերբիա, Շվեյցարիաներով, բանով, հա, բոլորը կարմիր անձնագրեր ունեն։ Ուրեմն Բոլիվիա, Չիլի, Կոլումբիա, Էկվադոր, Պերու, հա, էտել Էսիաներից ժողովուրդ ջան, ուրեմն ընդ չգիտեմ, Ճապոնիա, Չինաստան եւ այլն, մի խոսքով էլ հիմի սա հաթած չկարդամ, այս բոլորը կարմիր անձնագրերով երկրներ են։ Դենում եք ինչքան թուրքական պետություններ կա։ Դենում եք այս նրանց մանիպուլյացիան եւ աբսուրդի սահմանը, որ ասում է առողջ բանականությունը, ասենց տալի ու անցնում է ամեն կերպով, էլի, ասես մարդ ուղը էլ չի մտնում։ Հələ էսի քիչ է, մի հատ էլ շառ են անում, բա գիտես ինչ կա։ Անձնագրերը չպավորում են, որ ձեզ հետևեն։ ԱԱԾ-ում նստած բոբոջաջաները ձեզ հետևելու են։ Դուք էլ անձնական տարածք չեք ունենալու եւ այլն։ Ուրեմն ժողովուրդ ջան, իհարկե ձեր մեծամասնությունը կիմանա, բայց անձնագրերի չպերը դա ինֆորմացիոն չպեր են, որոնք ստեղծված են, որ հերթեր չկանգնեք եւ այդ անցումային կետերից, հա, որ ասում ասենց կտեսնեք, ասես դնեք, ձեր ինֆորմացիան հայտնվի համապատասխան էկրանի վրա եւ դուք միանգամից կարողանաք առաջ ընթանաք։ Սա տեխնոլոգիա է, սա հարմարություն է։ Ինչը վերաբերվում է հետևելուն, դուք ձեր գերմեծամասնությունը ունի բջջային հեռախոս, սա ցույց է տալի իմ YouTube-ի անալիտիկան, քանի որ 89-ից 90%-ը ինձ հետևում է հենց բջջային հեռախոսով, իմ հաղորդումներին հետևում է հենց սոտավի հեռախոսով, լավ, ասենց ասենք։ Եվ այդ բոլոր հեռախոսները արդեն չիպավորված են։ Նենց որ եթե կարիք լինի ձեզ հետևելու, հանգիստ հեռախոսի միջոցով ձեզ կհետևեն։ Ես ամեն ասեն սովորական բաներն եմ ասում։ Այս ամենը, չգիտեմ, Մեշոկ Պապի պատմությունները, այս ԿԿԲ-ի քրիստներն են հորինում, հասկանում